Ողջույն սիրելիներս, այսօր միասին պատրաստում ենք ավանդական քյուրթա ոչ ավանդական բաղադրատոմսով։ Սրանից ավելի հայկական ուտեստ չի լինում, քանի որ պատրաստվում է լավաշով, հայկական կոնյակով, քյուրթայով եւ լոռի տեսակի պանրով։ Ռուլետները դրսից ստացվում են խրխրթան, իսկ ներսից հյութալի ու անչափ համեղ, ձգվող պանրով։ Միայն փափկությանը նայեք, ստացվում է արտակարգ համեղ։ Դե ինչ, ժամանակ չկորցնենք եւ սկսենք պատրաստել։ Քյուրթայով եւ լավաշով պատրաստվող այս ռուլետը կզարդարի ձեր տոնական սեղանը եւ կզարմացնի հյուրերին։ Մեզ անհրաժեշտ է 1 կգ քյուրթա, 300 գ լոռի տեսակի հալվող պանիր, 2 մեծ լավաշ, 1 ձու, ալյուր, կոնյակ եւ սոխ։ Մսի վրա ավելացնում ենք 1 ձու, 2 ճաշի գթալ հայկական կոնյակ, 2 ճաշի գթալ ալյուր եւ սոխ։ Աղ չենք ավելացնում, քանի որ միսը արդեն իսկ համենված է։ Ես չեմ սիրում, երբ մսի մեջ սոխի խոշոր կտորներ են լինում, այդ պատճառով սոխը բլենդերում եմ, ցանկության դեպքում դուք կարող եք մանր կտրատել։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ ավանդական բաղադրատոմսեր, նրբահամ թխվածքներ, համեղ աղցաններ։ 1-2 ձեռքի շարժում եւ սոխը ավելացնում ենք մսի զանգվածի վրա, ձեռքով հարում ենք մոտ 4-ից 5 րոպե։ Սիրելիներս, եթե եփած քյուրթա չեք սիրում, ապա քյուրթայի պատրաստման հենց այս տարբերակը վստահեցնում է, որ շատ կհավանեք, քանի որ ստացվում է չափազանց համեղ։ Ցանկության դեպքում մսի հետ կարելի է խառնել մանր կտրտած գունավոր պղպեղներ կամ տապակած զունգ, ավելացնել կանաչի, տարբերակները բազմազան են։ Քերիչի խոշոր անցքերով անց ենք կացնում պանիրը։ Այս բաղադրատոմսի համար մեզ անհրաժեշտ է 2 հատ մեծ լավաշ։ Լավաշը 2 տակ ծալում ենք, վրան բարակ շերտով տարածում ենք միսը։ Չանհանգստանաք, որ ռուլետը կարող է չոր ստացվել, քանի որ բաղադրատոմսի մեջ չենք օգտագործում կարագ կամ ձեթ։ Քանի որ միսը արդեն իսկ ջրով ծեծված է, դրա հաշվին ռուլետը ստացվում է հյութալի եւ փափուկ։ Ռուլետի յուղայնությունը ապահովում է լոռի տեսակի պանիրը։ Լավաշի վրա միսը հաստ շերտով չենք քսում, որպեսզի այն հասցնի 35-ից 40 րոպեի ընթացքում եփվի։ Մսի շերտի վրայից ավելացնում ենք քերած պանիրը եւ ծայրից մի փոքր սեղմելով ռուլետաձև փաթաթում ենք, ահա այսպես։ Նույն եղանակով պատրաստում եւ փաթաթում ենք մյուս լավաշը, այսպես ստացվում է 2 ռուլետ։ Կտրում ենք 5-ից 6 սմ հաստությամբ։ Ջեռոցի տապակի մեջ մի փոքր բուսայուղ ենք լցնում, տարածում ենք եւ խիտ-խիտ դասավորում ենք մեր պատրաստած փաթաթուկները։ Ավելացնում ենք մնացած պանիրը եւ որպեսզի ջեռոցում պատրաստվելու ընթացքում պանիրը եւ լավաշը չչորանան, ծածկում ենք փայլաթիթեղով կամ յուղաթղթով։ Դնում ենք 180 ճանտաքացված ջեռոցը, թողնում ենք 30-ից 35 րոպե, այնուհետև հանում ենք յուղաթուղթը, դնում ենք ջեռոցը եւս 3-ից 4 րոպե, որպեսզի մեր ռուլետները գեղեցիկ կարմրեն։ Արդյունքում ստանում ենք տոնական, գերշքեղ ու համեղ հայկական լավաշով եւ քյուրթայով ռուլետներ, որից հրաժարվելը անհնար է, շատ համեղ է ստացվում։ Ես այն մատուցել եմ ոսպով աղցանի հետ, որի բաղադրատոմսը շուտով կգտնեք իմ ալիքում։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, սնվեք առողջ եւ եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։